Տեր-Պեկին Ղազարյան, այն հանձնաժողովի քվեարկությունն էր, որի նախագահան քաղաքացիական պայմանագիրը ձեզ էր թեկնածությունը առաջադրել։ Հիմա օրինակ կա որոշում արդեն խմբակցությունում ապահովելու եք ընդդիմությունն է ղեկավարելու, թե կրկին։ Դե քվեարկության արդյունքներում բարձ կդառնա, չեմ պատրաստվում շտապել հայտարարելու, բայց ուզում եմ ասել, որ որևէ բան մեծ հաշվով չի փոխվել, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունենալը մեծամասնություն, ես փոխնախագահի պաշտոնում առաջադրվել եմ եւ հուսով եմ կընտրվեմ եւ ես շարունակելու եմ իմ ջանքերը ներդնել, որպեսզի աշխատանքները շարունակվեն։ Դուք գիտեք, որ կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է եւ վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց նաեւ կառավարության ծրագրում, մենք մեր պլաններից հետ չենք կանգնելու։ Դուք գիտեք, որ ՍԵՊԱ կիրարկումն էլ իր տրամաբանական հունով ընթանում է, շատ շուտով այն կավարտվի եւ մենք կարող ենք խոսել նաեւ նոր իրավապայմանագրային հիմքերի մասին։ Մենք ունենք գործընկերության նոր օրակարգ, որը ի տարբերություն նախորդի նաեւ էներգետիկ ոլորտին է վերաբերում, վարչապետը գիտեք, որ խոսեց նաև էներգետիկ անկախության մասին եւ ընդհանուր առմամբ կառավարության օրակարգերը շարունակվելու են եւ քաղաքացիական պայմանագիրը իր քվեն եւ մանդատը ստացել է նաև խորհրդարանում այդ օրակարգը սպասարկելու համար։ Ընդդիմությունը ղեկավարի հակասություն կառաջանա կառավարության այդ ծրագրի եւ ընդդիմության մեջ։ Մենք որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունենք մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում եւ ես չեմ պատկերացնում մի որևէ սցենար, որի պարագայում մեր օրակարգը չի կարողանալու սպասարկվել, իսկ նախագահի թեկնածուն իր ելույթում խոսեց նրա մասին, որ ներկուսակցական օրակարգեր չի պատրաստվում սպասարկել, առաջնորդվելու է պետական շահով եւ ես որպես հանձնաժողովի, եթե ընտրվեմ իհարկե փոխնախագահ, բայց որպես անդամ ուշադիր հետևելու եմ, որպեսզի ուժեղ Հայաստանը որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես քանի որ մենք խոսում ենք նրա մասին, որ ես ունեմ կասկած, այն էլ հիմնավորված կասկած, որ ուժեղ Հայաստանը եկել է վերահսկելու այն գործընթացը, որը մենք իրականացնել ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի իր գործընկերներին նկատի ունեմ Հայաստանից դուրս տեղեկացնի, թե որ փուլում ենք եւ փորձի տորպեդահարել, դա վստահաբար նրանց չի հաջողելու։ Նման հետևության հիմք է հանդիսանում այն, որ իրենց թեկնածուները խոսքի մակարդակով չեն կարողացել արտաբերել հետևյալ ձևակերպումները, օրինակ, որ դիվերսիֆիկացման օրակարգի համար կարևոր է ազատ առևտրի համաձայնագիրը Եվրամիության հետ, որ չեն կարողացել նկարագրել, թե հիբրիդային օրինակ վտանգները որ երկրից են գալիս, մարդիկ խոսքի մակարդակում չեն կարողանում որոշ ձևակերպումներ ասել, ինչ ինձ թույլ է տալի կասկածելու, որ իրենք անկեղծ չեն այս հանձնաժողովը ընտրելու պարագայում, հարցում եւ ընտրել են, ել եմ ասում, վերահսկելու, որպեսզի իրենց թույլատրված շեմը ուրեմն քաղաքացիական պայմանագիր չհաղթահարի։